Ardurosyan. Դուք այսօր առավոտնից առաջնորդարանում էիք ի աջակցություն Միքայել Սրբազանի Ի աջակցություն ոչ միայն Միքայել Սրբազանին, այլ ի աջակցություն մեր եկեղեցիներին, մեր սրբություններին, այն երեխաներին, ովքեր այսօր նահատակված են, ովքեր եկեղեցու համար գնացել են կռիվ, հավատքի համար գնացել են կռիվ, վերջի բառն է եղել աղոտ կանել եւ սպանվել սահմանում, այդ երեխաների համար եւս ես այստեղ եմ եւ պատերազմի մասնակից տղա լինելով եմ այդ ամեն ինչ ես ասում։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունեմ իմ եկեղեցի ու հալածելու դեմ իմ անօրինաչափ, այսպես ասա, ավելի կոնկրետ օրինաչափ անհնազանդության գործողություններ իրականացնել, քանզի եկեղեցին սրբություն է, եկեղեցու անդամները բոլորը մեզ համար առաջնորդներ են համարվում, առավել եւս Շիրակի մարզի եկեղեցու առաջնորդ Միքայել Աջապայլյանը իմ համար ոչ միայն եկեղեցիական, այլ հայրենիք սիրող եւ հայրենիքի համար պայքար տանող անձ։ Ես պատրաստ եմ այս պահին իմ բոլոր ջանքերը եռանդը դնելու իմ եկեղեցու համար, իմ եկեղեցիականների համար, թույլ չտալու Սրբազանին այստեղից տանելու, նույնիսկ անգամ պարգելու են ոստիկանի մեքենայի անվադողերի տակ, իմ վրայով թող տանեն։ Սա մեր վերջի հույսն է, մեր երկրի, մեր պետականության, մեր եկեղեցիների համար պայքարելու։ Կոչ եմ ուղղում բոլոր այն հավատացյալ, այն քրիստոնյաներին, ովքեր մոմավառության ժամանակ, Սուրբ Ծննդի, Զատկի ժամանակ եկեղեցու մասեր գցելու տեղ չկա, հիմա հավաքվեն այստեղ եւ Սադանի գործառույթը կասեցնեն, թույլ չտան, որ Սադանեն անելիք ունենա եկեղեցում։ Մեր գործը արտար է, մենք հաստատ հասնելու ենք արտար մեր բռնած գործին, բայց Սադանին մենք թույլ չենք տալու այսօր իր անելիք իրականացնելու։